Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես նոյեմբերի 8-ին Բաքվում տեղի է ունենալու ռազմական շքերթ ի պատիվ 44-օրյա պատերազմում իրենց տոնած հաղթանակի։ Այդ շքերթը նշվելու է մեծ շուքով եւ Ալիևը այն անվանել է հայրենական պատերազմում տարած հաղթանակ։ Իրենց տեսանկյունից բնականաբար նորմալ է, որ այդպես էլ պետք է տեղի ունենար եւ եկեք որքան էլ ցավալի լինի, այնուամենայնիվ փաստենք, որ այո, մենք պարտվել ենք 44-օրյա պատերազմում։ Սակայն կա շատ մի կարևոր հանգամանք, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ու Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունների եւ գործողությունների տարբերությունները։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Ալիևը պատրաստվում է մեծ շուքով տոնել իրենց հաղթանակը, Նիկոլ Փաշինյանը վախենում է նույնիսկ եռաբլուր գնալ։ Նիկոլ Փաշինյանը վախենում է նույնիսկ եռաբլուրում խոնարհվել մեր նահատակների առաջ։ Եվ առավել հատկանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես այն անվանում է հաղթանակ, տառացիորեն հայտարարելով հետևյալը, որ մենք նույնպես հաղթել ենք այդ պատերազմում, որովհետև ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը անարգում է մեր հերոսների հիշատակը, շեշտելով, որ նրանք զոհվել են, որպեսզի մենք ունենանք պետություն եւ այսօր խաղաղ ապրենք, երջանիկ ապրենք, չգիտեմ, համերգներ կազմակերպենք, ուրախանանք եւ այլն եւ այլն։ Ոչը ուղղված է իհարկե Նիկոլ Փաշինյանին։ Մեր նահատակները իրենց կյանքը զոհել են ամենևին ոչ նրա համար, որ մենք այսօր համերգներ կազմակերպենք, երգենք, պարենք եւ ուրախանանք։ Նրանք պայքարում էին հանուն հայրենիքի, նրանք կռվում էին հանուն հայրենիքի, նրանք չէին զոհվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ մենք ձեռք բերենք Հայաստանի Հանրապետություն։ Նրանք զոհվում էին, որպեսզի մենք ունենայինք թե Արցախի Հանրապետություն, թե Հայաստանի Հանրապետություն, որովհետև մենք ոչ թե ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը, մենք ունեինք Հայաստանի Հանրապետություն, ունեինք նաև Արցախի Հանրապետություն։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ապաշնոր քաղաքականության, քաղաքական տգիտության եւ որոշ դրվագներում նաև դավաճանության արդյունքում մենք այսօր չունենք Արցախի Հանրապետություն եւ ունենք մասնատված Հայաստանի Հանրապետություն։ Ալիևը իր այդ քայլով ստորացնում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը անդադար շեշտում է, որ մենք պետք է փակենք անցյալի էջը, որ մենք պետք է կյանքին նայենք նոր հայացքով, պետք է թևակողենք խաղաղության դարաշրջան, ավելի շուտ նրա համոզմամբ մենք արդեն ապրում ենք խաղաղության դարաշրջանում, իսկ Ալիևը անդադար շեշտում է Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի մասին։ Ալիևը իրենց հաղթանակը համարում է հայրենական պատերազմում ձեռք բերած խոշոր պատմական հաղթանակ, իսկ Նիկոլ Փաշինյանը վախենում է նույնիսկ Արցախ բառն ասել։ Ալիևը այդ շքերթով միաժամանակ ցույց է տալիս իրենց ռազմական հզորությունը։ Իսկ մենք հայոց բանակի մասին իմանում ենք միայն նրա թվաքանակի կրճատումից։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն, ավելացնում է իր ռազմական հզորությունը եւ Ալիևը իր քաղաքացիներին կոչ է անում, որ մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք պատերազմի, Նիկոլ Փաշինյանը հանուն քարոզչական նախընտրական քարոզչության պարտադիր զինծառայության ժամկետը կրճատում է 18 ամսվա եւ Հայաստանի Հանրապետության բանակը այս ողջ տարիների ընթացքում որևէ լուրջ զորավարժություն
չի իրականացրել։ Այսինքն մենք կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակը տանում է գրեթե լուծարման, իսկ Ալիևը մեծ շքերթ է կազմակերպում Բաքվում։ Իհարկե, եթե լիներ քաղաքական սոլիդարություն, եթե իհարկե լիներ խաղաղության այն ձգտումը, որը ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, թերևս Ալիևը խուսափեր նման շքերթ կազմակերպելուց։ Սակայն Ալիևին ամենևին չի մտահոգում այն խաղաղության պայմանագիրը, որը այդքան ձգտում է ստանալ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար Ալիևը երբեք առիթը բաց չի թողնի անդադար Նիկոլ Փաշինյանին ստորացնելու։ Ալիևը նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանին կստորացնի ճիշտ այնպես, ինչպես 3 թուրք լրագրողը ստորացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին Արարատ Միրզոյանին, երբ ասաց, որ ձեր ելույթից իմ մոտ տպավորություն էր, որ ես լսում եմ Թուրքիայի արտգործ նախարարին։ Հարգելի հետևորդներ, Ալիևը Նիկոլ Փաշինյանին անդադար հիշեցնում է կապիտուլյացիայի մասին եւ դույզնիսկ չի փոխում իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Նա հայտ է ներկայացրել ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նա հայտ է ներկայացրել օկուպացնելու Հայաստանի ողջ հանրապետությունը։ Այն միևնույն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վախենում է ասել Արցախ բառը, երբ Կովսականը, Ջրականը, Քարվաճառը կամ մյուս անվանումները արտաբերում է ադրբեջանական անվանումներով, Ալիևը Հայաստանի բոլոր տեղանունները համարում է, որ ունեն ադրբեջանական ծագում։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը տառացիորեն կոչ է անում մոռանալ Արևմտյան Հայաստանը, Ալիևը զարգացնում է Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը։ Այն նույն ժամանակում, երբ Նիկոլ Փաշինյանը ուրանում է հայոց ցեղասպանությունը, Ալիևը հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք։ Շեշտում եմ, Ալիևի ձևակերպմամբ իրենց պատմական հայրենիք։ Ոչ թե իրենց հայրական տներ, որոնք լքել էին 88 թվականի Արցախյան շարժման ժամանակ, այլ իրենց պատմական հայրենիք, այլ խոսքով ասած, Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիների ընկալմամբ պատմական Ադրբեջանն է։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում ողջունում է պանթուրանիզմի գաղափարախոսությունը եւ հայտարարում, որ մենք չպետք է Թուրքիային խոչընդոտենք, որպեսզի նա կարողանա իրագործել ու հասնել մեծ Թուրանի ստեղծմանը, եւ հայտարարում է, որ որևէ միջանցք մենք չենք տրամադրել, այլ ապաշրջափակել ենք կապուղիները, Ալիևը հայտարարում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ ոչ միայն Ալիևը, Էրդողանը հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքը մեծ հնարավորություն է ստեղծել թյուրանական աշխարհի համար։ Այսինքն առաջին քայլը մեծ Թուրանի ստեղծման կատարված է։ Նիկոլ Փաշինյանը տրամադրել է ուղիղ կապ թուրքական աշխարհի համար։ Եվ այն նույն ժամանակահատվածում էլի եմ շեշտում, երբ Ալիևը պատրաստվում է մեծ զորահանդեսի, մեծ շքերթի, հիշեցնելով հերթական անգամ իր հասարակությանը իրենց հաղթանակի, իսկ մեզ մեր պարտության մասին, Նիկոլ Փաշինյանին իր ստորագրած կապիտուլյացիայի մասին, Հայաստանի Հանրապետությունում չի նշվում նույնիսկ զոհերի օրը։ Վերջերս ազգային ժողովում մի նախագիծ է շրջանառվում, ըստ որի գուցեև արդեն ընդունվեց, ճիշտն ասած վստահ չեմ այդ առումով ընդունվել է թե դեռևս նախագիծ է, որ պետք է հունվարի 27-ը սահմանվի որպես հանուն հայրենիքի զոհվածների օր։ Այսինքն մի այնպիսի օր, որը որևէ աղերս չունի մեր պատմական որևէ իրադարձության հետ։
ընտրված է այնպիսի մի օր, հունվարի 27-ը, որը ոչ մի կապ չունի ոչ Արցախյան առաջին պատերազմի, ոչ ապրիլյան պատերազմի, ոչ 44-օրյա պատերազմի, ոչ էլ նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, որի ժամանակ հայերը տվել են մոտ 300,000 զոհ։ Այսինքն վերցված է այնպիսի մի օր, որը աբստրակտ է, որը չի մատնանշում մեր ոչ մի պատմական իրադարձություն, որը որևէ աղերս չունի մեր պատմության որևէ էջի հետ։ Պատճառաբանությունը այն է, որ քանի որ ամսի 28-ը բանակի օրն է, ապա 27-ն էլ թող լինի հիշատակի օրը զոհվածների։ Սակայն սա մեռելոց չէ։ Մենք ոչ թե պետք է մեր նահատակներին մոտենանք մեռելոցի տրամաբանությամբ, այլ հերոսների տրամաբանությամբ։ Մենք ոչ միայն պետք է այդ օրը խնկարկենք, այլ պետք է փառք տանք մեր հերոսներին։ Հետևաբար, ընտրված օրը պետք է լիներ նշանակալից օր, որը ուղիղ ցույց կտար մեր պատմական էջերից որևէ մեկը, ամենաիրադարձայինը, ամենանշանակալիցը։ Սակայն սա հերթական անգամ ապացուցում է, որ Փաշինյանն ու իր իշխանությունը պարզապես ցանկանում են ջնջել այն ամենը, որը կապված է հայոց պատմության հետ, որը կապված է նաև ներկայիս հետ, ներկայիս այն առումով բոլոր այն իրադարձությունների հետ կապված, որոնք ըստ Փաշինյանի ձևակերպմամբ տեղի են ունեցել մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Այսինքն այն օրը, երբ Վաշինգտոնում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։ Հարգելի հետևորդներ, մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։ Օրինակ, Ռուսաստանը առ այսօր նշում է հայրենական մեծ պատերազմում իրենց հաղթանակը։ Սակայն կա հետևյալ ձևակերպումը. հաղթանակ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ, ոչ թե այսօրվա Գերմանիայի, այլ ֆաշիստական Գերմանիայի։ Ինչու համար եմ այդ օրինակը բերում։ Իհարկե, Ալիևը տոնում է իրենց հաղթանակը ներկայիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հետևյալն է անում. նա ցանկանում է Հայաստանի երրորդ հանրապետությունը նույնականացնել ֆաշիստական Գերմանիայի հետ եւ ստեղծել այն տպավորությունը, որ Ալիևը ոչ թե հաղթել է իրեն, այլ հաղթել է Հայաստանի երրորդ հանրապետությանը, իսկ սա արդեն Հայաստանի չորրորդ հանրապետությունն է։ Նա բառացիորեն հայտարարում է հետևյալը, որ Հայաստանի հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտների տրամաբանության վրա, իսկ Հայաստանի չորրորդ հանրապետության հիմքում խաղաղությունն է։ Սա Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն են։ Այսինքն նա բոլոր պատերազմների համար մեղավոր է հանում կրկին մեզ, հայերիս։ Նրա ձևակերպմամբ մենք ենք հրահրել այդ բոլոր կոնֆլիկտները, հետևաբար Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել այն մտայնությունը, որ Ադրբեջանը հաղթել է Հայաստանի երրորդ հանրապետությանը, որի հիմքում կոնֆլիկտներն էին, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը հաղթել է ֆաշիստական Գերմանիային։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։